Առաջի դասարանում էի, մենք դեռ առաջի տարն ենք սովորել A տառը եւ սցենարը բերեցին արդեն որ ցույց տան, որ ես ինչ դեր պետք է ունենամ, ինչ բառեր պետք է օգտագործեմ եւ այլն։ Ես տառերը չգիտեի, մի քիչ ամաչում էի դրանից եւ ինձ ասացին, որ տեղ ամաչելու բան չկա, որ իրանք ինձ կօգնեն, կկարդան իմ համար եւ ես իրանց հետևից կկրկնեմ ու կսովորեմ։ Սկզբից իհարկե մի քիչ դժվարությամբ էի այդ ամեն ինչին հարմարվում, որովհետև առաջի դերն էր ու լուրջ դեր էր շատ, փոքրիկ իշխան։ Սկսեցին իմ համար կարդալ, ես կրկնել, փորձում էի իրանց մեջ ինչ-որ սենսի, ես էլ ինչ-որ դեր ունենամ մեծ, A տառերն էի փորձում կարդալ, մյուսներով հետաքրքրվում էի, ինչ տառ է սա, որ ես էլ ինձ մեծ զգամ, իրանց հետ այդ նույնը կարդամ։ Շնորհակալ եմ ռեժիսորին Հայկ Պապյանին, որովհետև նա ինձ շատ բաների սովորացրեց եւ թե դերասանական առումով եւ թե տարբեր։ Խաղացել եմ Ստեփանակերտի թատրոնում, Վահրամ Փափազյանի անվան թատրոնում։ Առաջի անգամ երբ պրեմիերան պետք է դուրս գայի, իմ համար սենց լարված, չէի հասկանում, մի քիչ չգիտեմ, կաշկանդվել էի սկզբից, որովհետև արդեն հանդիսատեսը եկել, ծափահարում, իսկ ես առաջի անգամ այդպիսի պատասխանատվությունը ինձ կարելի է ասել կոպիտ ասած խեղդում էր, եւ ես sense մտածում եմ, իսկ եթե ես այս բառը մոռանամ, իսկ եթե ես ձախողեմ, ինչ կլինի։ Եվ փառք Աստծո ես դուրս եկաբեմ եւ ինձ թվում է, որ այո, հաջողվեց պրեմիերան, կարողացա նորմալ տանել այդ ամենը։ Մի օր ներկայացում պետք է լիներ եւ ես տաքությունս շատ բարձր 38.5-39 էր համարյա հասնում, հազում էի։ Մայրիկս ասում էր, եթե սա սենց շարունակվի, երևի պետք է ինչ-որ բան ձեռնարկել, որովհետեւ սենց վիճակով անհնարին կլինի քո համար ներկայանալ բեմում։ Իսկ ես չէի ուզում ձախողել այդ ամենը, որովհետեւ նորից պատասխան ես նենց մարդ եմ, եթե ինձ ինչ-որ բան տվել են, ուրեմն ես դա միջև վերջ պետք է անեմ։ Եվ ես ասեցի, չէ, ես դա կանեմ, ոչինչ։ Եվ այդ կուլիսներում իմ համար տաք ջուր էին պահում, որ ես գամ խմեմ, կոկորդս լավանագոն է մի քիչ։ Եվ սկսվեց վարագույրները բացվում են, եւ ես այս լարվածությունս հասկանում եմ, որ իմ մեջ արդեն այդ լարվածությունը կա, սենց վախենալով, բայց հասկանում եմ, որ չպետք է հազամ, որովհետև տեսնում եմ, որ հանդիսատեսը ինչ-որ բան է ինձանից սպասում, եւ ես այդ հանդիսատեսին պետք է ցույց տամ այդ ամենը։ Եվ ես չի ուզում, որ հանդիսատեսը տեսներ այդ ամենը, որ ես ինչ-որ վատառողջ եմ եւ այլն։ Հույսով եմ չտեսան։ Նորմալ անցավ, գնում էի կուլիսներում սենց մամ ջան, սենց նորմալ եմ, ոչինչ մի զորով կպահեմ ձայնս, բանս սենց նենց։ Գնում էի ջուրը խմում գալիս եւ փոքրիկ իշխանում գիտեք կա սենց մի դրվագ, երբ ասում է դու Հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես։ Վերջում երբ փոքրիկ իշխանը օծը խայթում է փոքրիկ իշխանին, ինչպես մենք գիտենք, ինձ չէին ասել, որ խայթում է եւ փոքրիկ իշխան լքում է արդեն այս աշխարհը եւ ես չէի հասկանում 6 տարեկան էի եւ երբ ես մեծացա արդեն 8 տարեկան արդեն հասկացա ինչ է վերջը, բայց վերջում ես կանգնում եմ սենց մի փոքր մոլորակ կա, ես կանգնում եմ դրա վրա եւ վարդի մասին եմ խոսում փոքրիկ իշխանի եւ ասում եմ ահա եւ վերջ։ Ու ընդեղից սենց թռնում եմ, այդ ժամանակ ես լացեցի, չգիտեմ, իմ էմոցիաները այդ ժամանակ ինձ սենց խեղդեցին եւ ես սկսեցի լացել։ Ինձանից եկան հարցազրույց վերցնելու, ասացին էմոցիաների բանի մասին, սկսեցին հարցեր տալ եւ ես նորից հուզվեցի, որովհետեւ երբ ես ասում եմ ահա եւ վերջ, չգիտեմ, իմ հոգում ինչ որ բան է կատարվում եւ այդ ահա եւ վերջ բառը ինձ խեղդում է հոգեպես, որովհետեւ երբ ասում եմ ահա եւ վերջ, կարծես մի մութ տեղ է տանում այդ բառը եւ Փոքրիկ իշխանում էր նույնպես, որ ասում էի ահա եւ վերջ, իմ համար մի քիչ ցավալի էր այդ ամենը եւ ես թռնում եմ, երբ գալիս էինք վերջում արդեն հանդիսատեսին շնորհակալություն հայտնելու, ես միշտ արցունքներս երեսից գալիս էի եւ շնորհակալ եմ դերասաններին եւ ռեժիսորին, որ կարողացան ինձ օգնել այդ պահերին, որովհետեւ դրանից հետո
հասկացա ես այդ ամենը եւ թե դերասանական այդ կյանքը եւ տարբեր իհարկե մինչեւ վերջ դեր այդքանը չկարողացա ուսումնասիրել, որովհետեւ դեռ այդ տարիքին չեմ հասել։ Փոքրիկ իշխանից հենց եկավ ահա եւ վերջ այդ բառերը եկան եւ ավարտվեցին այդ ցավալի իհարկե Արցախի կորստով ահա եւ վերջ։ Եվ այս բառը մինչ օրս էլ կա այդ ահա եւ վերջը եւ սեպտեմբերի 27-ին 2020 թվականին մենք տանն էինք առօրյա սենց օրը ժամը 7-ն էր, հայրիկս արթնացավ, այդ պայթյունները լսվում էին, մայրիկս ասում էր պայթյուններ են, պատերազմ է սկսվել։ Ապրիլյան պատերազմը 2016 թվականին ես 6 տարեկան էի, բայց 2020 թվականին իհարկե ավելի մասշտաբային էր։ Մենք 6-րդ հարկում էինք ապրում, ես մոտեցա պատուհանին եւ ինչ տեսա պատուհանից այդ ամենը բառերով նկարագրել չի ստացի, որովհետեւ մի չգիտեմ, անիրանելի ինչ որ դրվագ էր դա, որովհետեւ տեսնում ես աչքերով թե ինչպես են այդ անօթաչու սարքերը ավիրում ամեն ինչ, մայրիկս խոճապի մեջ, պայթյուններ, փոքր եղբայր, անհանգստանում եմ տատիկիս, հարազատներիս մասին, ընկերներիս մասին, եւ մենք իջանք նկուղ, իջնելով նկուղ ես տեսնում եմ մարդկանց խոճապը, տեսնում թե ինչեր են սկսել արդեն առաջի վայրկյաններից վերապրել մարդիկ։ Մորի եղբայրս իր երեխաներին վերցրեց, եղբայրներից վերցրեց, եկավ մեր նկուղ։ Եվ մենք այնտեղ նստած երեխաներով խաղում էինք եւ սկսեցինք պատերազմի մասին խոսել։ Իմ եղբայրը Սերգեյը մի պահ ասեց, իսկ ինչ եթե մենք չկարողանանք ստեղից դուրս գալ։ Իմ մեջ սենց եկավ այդ դրվագը եւ իսկականից իսկ եթե չկարողացանք դուրս գալ այստեղից։ Սեպտեմբերի 29-ից սկսում էին արդեն դուրս գալ եւ եղբայրս արդեն փոքր սկսում էր բոլորը դուրս էին գալիս եւ դուրս են գալիս մենք դեռ այստեղ ենք եւ այլն մարդիկ կային որ միջև վերջ մնացել են այդ նկուղում միջև վերջին պահը եւ դա իհարկե զարմանալի էր որովհետեւ մնալով 2 օր այդ 44 օրային որովհետեւ մենք արդեն սեպտեմբերի 29-ին դուրս եկանք Արցախից այդ 2 օրերին մնալով նկուղում այդ պայթյունները գիշերը լսելով սենց հասկանում ես, որ պատերազմը բառերով չես կարող բացատրել, թե ինչ սարսափելի է։ Այսպիսի մի դրվագ էր 4 եղբայր էինք պարկած էինք նկուղում, սենց մեկը պետք է պատին հենված պարկեր եւ ասեցին եկեք չինգաչունգ անենք, որովհետեւ տեսնենք ով է պատի մոտ պարկելու։ Չինգաչունգ արեցինք, ես պարտվեցի եւ պատի մոտ պարկելու էի։ Գիշերը պայթյունները դեռ շարունակվում էին, զոհերի մասին էին խոսում, ես իհարկե այդ տարիքում զոհեր եւ այլն իմ համար դա մի անհասկանալի վատ կարելի ասել նաեւ տպավորություն թողեց, որովհետեւ հասկանալով որ քո հայրենակիցը քեզ պաշտպանող զինվորը իր կյանքն է տալիս այնտեղ, որ դու ստեղ մնաս։ Առաջնագծում իրենց կյանքն են դնում, որ դու կարողանաս ստեղ ավելի ու ավելի շարունակես քո կյանքը ու գոյատևես։ Եվ իհարկե մեծ հարգանք նրանց, որովհետև նրանք միջև վերջին վայրկյանը, միջև վերջին սրտի բաբախյունը իրենց կյանքը դրեցին առաջնագծում եւ պայքարեցին։ Ոչ թե հույս ունեմ, այլ գիտեմ, որ մենք շարունակելու ենք իրանց գործը։ Օրից մի օր մենք հեռուստացույցով տեսնում ենք, որ սկսվում է բլոկադան։ Ես չհասկացա սկզբից, թե ինչից է սկսում, ինչն է նպատակը, անցած մի ամիս արդեն մարդիկ հասկանում էին, որ արդեն պակասը զգացվում է, գազ մի ժամ չկա, լույս մի ժամ չկա, հետո դառնում է 2-3 ժամ։ Մարդիկ կային, որ այո, առօրյա հացը շատ մեծագույն դժվարությամբ էին կարողանում վերցնել։ Ես ճիշտն ասած քիչ եմ կանգնել այդ հերթերում հացի, բայց մի օրից մի օր լավաշի հերթում կարողացա կանգնել 3 ժամ։ Կանգնեցի եւ տեսնելով այդ միասնականությունը արցախյան ժողովրդի, տեսնելով թե ոնց են իրար օգնում տատիկներին հերթ տալով, մեկը մյուսին հարգելով, լինում է, ասենք թե 4 լավաշ էին տալու, մյուսին չէր հասնում, տալիս էին 2-ը, իրան էր պահում 2-ը տալիս մյուսին։ Եվ այդ ամենը տեսնելով մարդիկ ինձ թվում է իրենց հույսները չէին կորցնում եւ միջև վերջ ուզում էին պայքարել, միջև վերջ։
Եվ այդպես էլ եղավ, մինչև վերջ պայքարեցին։ Այդ հերթում կանգնելով լավաշի ես հոգնում էի, ասում էի վախ, երբ կլինի արդեն գնամ տուն, հոգնեցի, ոտերս ցավում են, բայց նաև հիշում էի, որ տանը փոքր եղբայրս է եւ պետք է մայրիկս, տատիկս տանեն եւ ես պետք է իրանց համար այդ լավաշը տանեմ։ Եվ կանգնեցի մինչև վերջ, հաջողություն եղավ եւ կարողացա վերցնել այդ լավաշը եւ գնացի տարատվեցի աղբորս, եղբայրս ուրախացավ, օ լավաշ, սենց։ Գիտեք, ասելով թե ժողովուրդը այդ պահին կորցրել են, իրանց չէ։ Ժողովուրդը մինչև վերջ իհարկե հասկանալով թե ինչ դառը օրեր են դեռ լինելու հետո, ամեն օր գնալով բարդանում էր, որովհետև այդ ամենը մարդիկ էին ուշաթափվում, երեխա էր հացի հերթում կանգնած ուշաթափվում եւ լսելով այդ ամենը դու հասկանում ես, որ դեռ կա այդ ամենը, ինչ պետք է հաղթահարել։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը երևի իմ կյանքի ամենացավալի հիշվող դրվագն է, որը ես իհարկե կյանքում չեմ մոռանա։ Երբ սկսվեց պատերազմը, ես դպրոցում էի եւ այդ պայթյունները սկսեցին։ Մենք մտածում էինք եւի ամենօրյա սենց պայթյուններ է, բայց չէ 1, 2, 3 եւ երրորդը դղրդաց, դպրոցը սենց դղրդաց եւ մենք հասկացանք, որ չէ, սա պատերազմ է, նորից պատերազմ է։ Եվ երեխաները սկսեցին աղաղակել, չգիտեմ, մեկը մամային ա զանգում, չի կարողանում իր ծնողներիս մասին հիշելով, ես նույնպես իհարկե ոնց բոլորը սկսեցի հուզվել, մտածել իրանց մասին եւ իջանք նկուղ, այդ մթության մեջ մեծահասակներ, երեխաներ, տատիկներ, պապիկներ կանգնած եւ սենց նորից հասկանում եմ, որ նորից այդ իրավիճակի մեջ են ընկել։ 10-15 րոպե հետո մայրիկս փոքր եղբոր հետ եկավ դպրոց, գրկեցի, գրկախառնվեցի, փոքր եղբայրս լացում էր եւ ասում էր ինչ է կատարվում, ինքը արդեն 6-5 տարեկան էր, ասում էր ինչ է կատարվում եւ իհարկե ես չէի ուզենա իրան ասել այդ պահին թե ինչ է կատարվում։ Չպատասխանեցի այդ հարցին, ես սուս մնացի ու ուղղակի իր դեմքին նայեցի։ Սենց մի դրվագար նկուղում պարկած ենք իր ընկերը, այդ փոքր եղբորս ընկերը իր մայրիկին ասում է. Մայրիկ, իսկ կարող է այնպես ստացվի, որ մենք չկարողանանք դուրս գալ եւ թուրքերը գան մեր մոտ։ Իր մայրիկը պատասխանեց իհարկե ոչ, չի կարողանա եւ ցավոտը այն է, որ 5 տարեկանից արդեն երեխան զգում է եւ ուզում է հեռու մնալ այդ ամենիչից, զգում է այդ ցավը, հասկանում է թե ինչ կարող է լինել։ Լսեցի այդ եւ նորից սկսեցի լացել, որովհետեւ 20 թվականից հետո ես չէի պատկերացնի, որ նույն մասշտաբի պատերազմ կսկսվի։ Տևեց մի օր, բայց այդ մի օրը բոլորի սրտերում էր մնաց ինչպես մի մեծ սպի։ Սեպտեմբերի 27-ին մենք արդեն դուրս եկանք Ստեփանակերտից, ես կանգնեցի մեր դրան առաջ տան եւ ասեցի, ես հրաժեշտ չեմ տալիս ձեզ։ Ես դեռ գալու եմ, խոսք եմ տալիս, եւ ես համոզված եմ, որ ես գնալու եմ եւ վրեժ եմ խնդրելու բոլոր նրանցից, երբ մենք Հակարիով արդեն դուրս եկանք, ես տեսա ադրբեջանցիներին եւ տեսնելով նրանց ծիծաղը իմ մեջ մի մեծ ատելություն եկավ եւ ես հասկացա, որ ես պետք է վրեժ խնդրեմ եւ ես իհարկե պետք է վերադառնամ իմ հայրենիքը, այդ պատմական հողը։ Նրանք իհարկե քմծիծաղ էին տալիս ինչպես հաղթող կողմ եւ սենց ցտեսություն էին ասում։ Անցանք Հակարիի կամուրջը եւ ահա եւ վերջ նախադասությունը իմ մեջ ավելի շատ տպավորվեց ինչպես մի մոտ անկյուն իմ հոգու մեջ եւ ամեն անգամ հիշելով ահա եւ վերջ նախադասությունը ես հասկանում եմ վերապրում, հիշում թե ինչի միջով ենք մենք անցել։ Ամեն մեկս մեզանից ինչ որ մի մասնիկ թողեցինք այնտեղ, թողեցինք Արցախում, բայց հույսներս երբեք էլ իհարկե չենք կընտրի, արցախցիները այդպիսի մի հատկություն ունեն, որ միջև վերջին պահն է, միջև վերջի վայրկյանը իրանք չեն սպասում, այլ գործում են եւ
միջ հիմա էլ մենք գիտենք, որ մենք վերադառնելու ենք մեր պատմական հողերը։ Եվ եղբայրս սենց հիմա արդեն 7 տարեկան է, եւ ավելի ու ավելի ես սկսել հիշողությունների մեջ խորանալ, եւ հարցեր է տալիս, բա խաղալիքներս, որ այդտեղ մնացին, բա ավտոմեքենան, սենց, բա մեր տունը, տատիկի տունը, ինչ է ստացվելու։ Հարցերին պատասխանում եմ միշտ, պատասխանում մեր բարբառով, լոխ լավայնն, եւ դա մեր կարգախոսն է, կարելի ասել, որ լոխ լավայնն։ Ինքս սենց սիրում է խորանալ, սենց մտածել, բան, օրերից մի օր նա հարցրեց ինձ, ասեց, իսկ հիմա ով է մեր Տերը, եւ ճիշտն ասած այդ հարցին պատասխանել չկարողացա, որովհետեւ ճշմարտություն չկա, ճշմարտություն չեմ կարող ես նրան ասել, եւ նրան ասացի, ես էլ դեռ չգիտեմ, որովհետեւ ես դեռ չեմ 7 տարեկան այդպիսի երեխան այդպիսի հարցերի մեջ խորանալ, բոլոր արցախցի երեխաներն են այդպես, ես չեմ ասում մենակ եղբայրս, ես գիտեմ, բոլոր արցախցի երեխաները, ովքեր անցան դրա միջով, մեծացել են, ժամանակից շուտ են մեծացել, պետք է մեր սերունդը շարունակի այն գործը, որը կիսատ է թողվել, եւ հուսով եմ, որ այդ ահա եւ վերջը իմ համար մութ անկյուն չի ունենա ապագայում։